դե պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո եւ մինչեւ օգոստոսի 8-ը այս ամբողջ ընթացքում եղել է բարձրաստիճան պայտական պաշտոնյա, ով նաեւ որոշակիորեն անվտանգության համապատասխանատու, այս ինչ որ դրվագներով չգիտեմ արտաքին բանակցությունների մեջ եղել ինչ որ դրվագներով ներքին ռեֆորմների մեջ ու ես կուզեի նաեւ խոսենք այդ մասին, թե դու լինելով նաև ծնված լինելով նաև Ղարաբաղում ինչ զգացողություններ ունեցել, որտեղ դրանց մի մասին ես ինքս ծանոթ եմ, բայց շատ կուզենայի այդ բանի անհատական պատասխանատվության մակարդակում այդ մասին առիթից օգտվել եւ խոսել, որովհետեւ իմ կարծիքով դե պատերազմը միևնույնն է լինելու էր ինչ որ պահի, օրինակ քեզ համար ավելի հարմար կլիներ լինել այդ ժամանակ ընդդիմադիր ակտիվիստ թե դու ոնց որ մտածում ես որ լավա որ գոնե պատասխանատվություն ես ունեցել եւ կարեցես մի բան անել միգուցե ավելի հեշտ կլինի մարդկայինորեն եթե հեղափոխություն եղած չլիներ դու դեռ լինեիր Սերժին մերժող դե բնականաբար ավելի հեշտ մտածելու ձև է նա որ պատասխանատվություն չունենաս լինես ընդդիմադիր եւ հիմնականում քննադատության դիրքերից հանդես գաս բայց նաեւ դե մարդկային մարդու առանձնահատկություն նաև է նա, որ կարողանա ադապտացի եւ ադապտացվելու յուրահատկություն նաև է նա, որ հասկանաս թե ինչա հնարավոր այդ ընթացքում անելու, հա, ինչպես ասում են քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, հա, եւ այս առումով բնականաբար այդ պատասխանատվության շրջանում է, այսինքն մեր նաև մեր պատասխանատվության շրջանում է եղել եւ իհարկե շատ բարդ է այն էմոցիաները, որ տարբեր տեսակի ես ունեցել եմ դժվար ձևով ադապտացնել այն իրականությանը, որը կա եւ այդ իրականություն նաեւ հասկանալու թե ինչ կարող ես անելու, որտեվ անկեղծ կլինեմ ես նույնիսկ երբ որ ասում եմ փոքր ժամանակից ժամանակվանից մտածել եմ քաղաքականության մասին, ես միշտ այդ քաղաքականության մասին մտածել եմ Երևանից, այսինքն ես համարել եմ, որ Հայաստանի քաղաքական գործընթացները Երևանը կենտրոն է, հա, ու այդ տեսանկյունից եմ ես նայել այս գործընթացներից, բայց բնականաբար հասկացել եմ նաև այն պատասխանատվությունը եւ ինչ հնարավոր է անել այս պայմաններում, որովհետեւ դա ոչ միայն Հայաստանի հետ է եղել կապված, դա աշխարհակաղակական իրավիճակ է եղել եւ այդ աշխարհակաղակական իրավիճակում պետք է հասկանալ, թե մենք ոնց ենք կարողանում այս աշխարհակաղակական իրավիճակում Հայաստանի Հանրապետության շահը մաքսիմալ ձևով պաշտպանենք եւ ես կարծում եմ, որ մեզ հաջողվել է դա անել։ Հայ տուրիստների փոփոխության մասին պատմությունից որ խոսում ենք ու ես նաև ակնարկեցի որ դու ես շատ փոխվել ինձ թվում է բոլորը գիտեն թե ինչ հայտնի ոչ մի թիզական ես եղել դու ու այդ փոփոխությունը քո կարծիքով քո պատասխանատվությունն է քեզ բերել որ դու դիտանկյունդ խնդիրների վերաբերյալ լուծումների վերաբերյալ փոխել ես Կարծում եմ ամենակարևոր գործոններից մեկը դա է եղել, որովհետև երբ որ պատասխանատվություն ես ունենում, քո մի բանա լինես պաշտոն չունեցող եւ մտածես եւ դա ավելի մեծ դաշտ է տալիս ազատություն է տալիս, մի բանա լինել պաշտոնյա եւ պատասխանատվություն ունենալ եւ այդ պատասխանատվությունն է, որ հիմնական ուժը, որը հիմնական պատճառը, որը փոփոխություն է ենթարկել, դա հիմնականում պաշտոնից եկող պատասխանատվությունն է, որտեղ դու հասկանում ես, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ մեծ պատասխանատվություն ես քո պաշտոնի բերումով եւ դու այդ աշխատանքը պետք է կատարես։ Այդ պատասխանատվությունից ելնելով նաեւ մտածողության ձևը փոխվում։ Իսկ հնարավոր է չկրել այդքան մեծ պատասխանատվություն, բայց այդ փոփոխությունները ապրել, որովհետև Եթե ինչ եմ սա հարցնում, որտեղ մենք շատ հաճախ ոնց որ մարդկանցից ակնկալում ենք, որ իրենք այդ փոփոխությունը ապրած կլինեն այս իրադարձությունների բերումով, բայց միգուցե այն ազատությունը, այն որ իրենք կարան անպատասխանատու լինեն, իրենց թույլ է տալիս բան չփոխվել, վերափոխվել մտածողությանը նկատի ունենալ։ Կարծում եմ մարդիկ եղել են, որոնք
առանց պաշտոն զբաղեցնելու այդ փոփոխություններով անցել են, ես չի ուզեն ասել, որ միակ պատճառը դա է, բայց ես իմ փորձառությունից ելնելով, ես հենց այդ տեսանկյունից նայելով կարծում եմ ես այդ փոփոխությունները անցել եմ նաև պաշտոնից եկող պատասխանատվությունից ելնելով, բայց համակարծիք եմ, բայց քաղաքացիները նաև իհարկե մեծ ազատություն ունեն, բայց նաև կարողություն ունեն ռեֆլեքսիա անելու եւ կարծում եմ մի քիչ էլ ոչ թե մի քիչ այլ մեծ հաշվով նաև կառավարությունը, հա, այդ պատասխանատվությունը զգալով գնաց այդ փոփոխությունները եւ հանրությունն էլ ռեֆլեքսիա արեց այդ փոփոխությունների նկատմամբ անհատական մակարդակով մարդիկ կարող է շատ ավելի շուտ են դրան անցել, ասենք կարող է 91, 92, 93 թվականին, բայց ընդհանուր հանրային այն փոփոխություններով, որոնք մենք անցել ենք, դա տեղի ունեցել կառավարության ռեֆլեքսիայի եւ դրա շուրջ նաեւ հանրության ռեֆլեքսիայի ասեմ ես արդյունքում ինչ եմ մտածում այս առթով ես մտածում եմ որ հանրության ու կառավարության օրգանական կապն է որ հնարավորություն տալիս հանրային փոփոխությունների ես որ մտածում եմ այն մասին որ հնարավոր է հեղափոխություն չլիներ ու լիներ պատերազմ ես չեմ կարծում թե մենք կարողանանք լինել կառուցողական որովհետեւ մենք որպես հանրություն օրգանական կապ չունենք մեր ժամանակվա կառավարության հետ Այսինքն մենք ավելի արմատական կլինեինք ինձ թվում է ընդդիմադիրի դիրքերից, որտեղ մենք 18-ից հետո է կառավարությունը իր հանրության հետ օրգանական կապի մեջ է իրանք միասին են փոփոխվում, էլի այդ փոփոխությունները միասին են կրում, պատմում են իրար խնդիրների մասին, իրաց խնդիրների լուծումների, տարբերակների եւ այլնի մասին, այդ ժամանակվա կառավարության հետ այդ փոփոխությունները գրեթե անհնար էր։ Իրանք մեզ ավելի հեշտ արմատական կդարձնեին, քան ըմբռնող Դե այդ շատ բնական է եւ միանշանակ է որ ժողովրդավարությունը այդ մեծ պաշար է ստեղծում դիմակայունության հասարակության համար, որովհետեւ եւ կառավարությունը եւ հանրությունը օրգանիկ կապի մեջ են, էլի։ Եվ ես 2018 թվականից սկսած բազմաթիվ այդպիսի գործընթացներ եմ տեսել, երբ որ հանրությունում մտածողության փոփոխություններ է տեղի ունենում եւ դա ռեֆլեքսիա կառավարությունը սկսում է դրա հանդեպ ռեֆլեքսիա կատարել եւ կառավարությունն էլ է փոխում եւ հակառակ ասում ասեմ դա միշտ օրգանական կապի մեջ է երկկողմանի հոսանքներ են ժողովրդավարական հասարակությունում բնականաբար երկկողմանի հոսանքներ են որոնք միմյանց վրա ազդում են եւ այդ մտածողությունը միասին է ձևավորվում հա նույնիսկ եթե ինչ որ մեկ ավելի շուտ է գալիս դրան քննարկման եւ դիսկուսիայի միջոցով ընդհանուր առմամբ ձևավորում վերջնական ապրանքը, վերջնական մտածողության ձևը։ Վերադառնալով հեղափոխությանը, Արմեն, այս տարիների ընթացքում, 8 տարիների ընթացքում, ինչքան շատ ժամանակ անցել չէ, բազմաթիվ պատումներ են եւ միֆեր են ստեղծվել հեղափոխության շուրջ, մանավանդ հակահեղափոխականների շրջանում, այս առիթից օգտվելով կուզեի հարցնել դու կարող ես իմանաս ով է բերել Նիկոլին։ Կարճ պատասխանը ժողովուրդ է։ Երկար էլ կա։ Ավելի երկար պատասխանը նաև այդ կոնտեքստում ի նկատի ունեմ որպես երկար պատասխան էլի իհարկե դե բազմաթիվ կոնսպիրատիվ տեսություններ են մշակել արտաքին ու հիմնականում կենտրոնացել են արտաքին ուժերի վրա եւ ես կարծում եմ որ հիմնական ընդդիմադիր ուժերի ձախողումները նաև փոխկապակցված են այդ տեսության խորը հավատով, որովհետև ես իրենց մտածողության նույնիսկ նախընտրական շրջանում 3 ընտրությունների ընթացքում էլի նկատի ունեմ 2018, 21 եւ 26 թվականների համապետական ընտրությունների ընթացքում ես չեմ տեսել, որ իրենք հանրությանը ժողովրդին ընկալեն որպես սուբյեկտ եւ իրենցից ակնկալեն իշխանությունը։ Իրենց մտքերում դա աշխարհակահաղական գործընթաց է եւ այդ աշխարհակահաղական գործընթացում աշխարհակահաղական սուբյեկտներն են որոշում եւ պաշտոններին ով լինի եւ ով իշխանություն ունենա եւ եթե նկատել ես նաեւ իրենք խոսում են այդ սուբյեկտների հետ ի նկատի ունեմ աշխարհակահաղական կենտրոնների հետ են խոսում շատ հաճախ իրենց մեսիջները ուղղված է իրենց եւ սա եղել իրենց հիմնական ձախողման պատճառը նաեւ որովհետեւ իրենք ընդհանրապես չեն ընկալել թե ինչ է
տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում եւ սա եղել է իրենց ձախողման հիմնական պատճառը։ Հեղափոխությունը ամբողջովին օրգանական գործընթաց էր եւ ես տեսնում եմ նաեւ շատերը չեն կարողանում գալ այն մտքին, որ ժողովուրդն է կատարել հեղափոխությունը, որտեվ այդ տրամաբանությունը շարունակելու դեպքում իրենք պետք է մեղավոր ճանաչեն իրենց, իսկ իրենք դրան պատրաստ չեն իրենց մեղավոր ճանաչելու եւ դրա համար էլ ստիպված են լինում ճանապարհի կեսից տրամաբանությունը փոխել, սուբյեկտայնություն այլ տեղեր ման գալ եւ շարունակաբար ձախողել, չհասկանալ թե ինչ քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում եւ ովքեր են սուբյեկտները, ով է որոշում իշխանություն, թե ով լինի։ Իրենք ավելի շատ կմտածեն, որ ինչ որ մայրաքաղաքում նստած մեկ պաշտոնյա է որոշում։ Մի հոգու հետ հեշտ է պայմանավորվել։ Դա մտածողության դեֆեկտ, ասեմ, թե Հայաստանի քաղաքականությունը չհասկանալ, ասեմ, դա տարբեր պատճառներ են, բայց տարբեր պատճառներ կան, որ իրենք չեն կարողանում մտնել այդ հոսքի մեջ եւ այդ տրամաբանությունը կառուցել, որովհետեւ Խորհրդային միության ժամանակ մի այսպիսի խոսք կար, չէ, որ դատախազությունը հետաքննությունը այնպես պետքա տանի, որ դուրս չգան իրենց վրա։ Հիմա երբ որ իրենք տրամաբանություն են կառուցում ժողովրդավարության տրամաբանության շրջանակներում, կեսից պարզվում է, որ իրենք են մեղավոր, իսկ դա ընդունելը շատ բարդ է։ Սա է ամենամեծ խնդիրը եւ կարծում եմ, որ չեմ էլ տեսնում, որ մոտ ապագայում ինչ-որ փոփոխություն տեղի ունենա, բայց հեղափոխությունը ամբողջովին օրգանիկ գործընթաց էր, այսինքն այն երևույթները, որոնք Հայաստանում նույնիսկ ասեին 93 թվականից այն երևույթները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, դա կլինի 96 թվականի ընտրություններ եւ դրան շարունակած ընտրությունները մինչեւ 2017 թվական եւ նաեւ այդ ընտրությունների միջակայքում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունը հանրությանը ստիպել են գնան նման քայլի, որովհետեւ հնարավոր չէ ազատ արդար ընտրությունների պայմաններում հեղափոխություն կա։ Իդեպ տեսնում եք քաղաքական գործիչները երբեմն հայտարարում են, որ հեղափոխություն կանեն, բայց ինչպես կարող ես հեղափոխություն անել ազատ արդար ընտրությունների բացառ ժողովրդավարական համակարգում։ Քոչերն ասում են, եթե ինձ ձայները խլեն հեղափոխություն կանեմ, եթե չի անում, ուրեմն ամեն ինչ օքեյ է։ Դա նշանակում է ոչ չէ, հասկացեք քո ասածը, որ խլեն կանի։ Հենց այդ խնդիրն է, որ կիսատ են հասկանում, էսա ամենամեծ խնդիրը է, էլի։ Դե չէ, բայց իրականությունն է ստիպել, որպեսզի նման բան նման մտածողություն չշարունակվի, որովհետև իրականությունն այնպեսին է, որ Հայաստանում տեղի ունեցել ազատ արդար ընտրությունները։ Քո ասածից ստացվում է, որ ասում ես իրենք իրենց հետքի վրա դուրս կգան, որ ոնց որ նախկինները չեն կարող ընդունել հեղափոխության օրգանիկ լինելու փաստը, բայց ապագայի քաղաքական ուժերը կարող են ընդունել նրանք, ովքեր նախկիններ չեն, այսինքն ովքեր չեն կորցրել իշխանությունը, շատ կոպիտ որ ասեմ, այս դեպքում ուրեմն գոնե մասամբ Սամվել Կարապետյան պետքա որ տենց չմտածեր, որ դրսից պետքա իշխանություն ստանա, բայց ինքը ամենավառ կերպերն է, ինքը սիմվոլիզացնում է այդ, որ ինչ որ մեկը պետքա իր մասին, իր համար բարեխոսի, իրան իշխանություն տա կամ տենց մի բան, այսինքն այդ մտածողության ձևը պարտադիր չի, որ Սերժ կամ Քոչարյան լինես, որ այդ մտածողության ձևը Համաձայն եմ, այնպես չի, որ ես ի նկատի ունեմ միայն Հատկապես իրանք իրենց հետքի վրա դուրս կգան, բայց կան մարդիկ, ովքեր իրենց հետքի ես վրա մի դուրս մասի նկատի ունեմ, բայց կան քաղաքական ուժեր, որոնք 91-ից 98-ն են եղել իշխանությունում, եւ իրենք եւս չեն կարողացել հասկանալ այն ինչ տեղի ունեցել Հայաստանում, ես նկատ, բայց կան նաեւ նոր քաղաքական ուժեր, որոնց մեջ եւս չեմ շարունակում են չհասկանալ ինչ է տեսնել հանրության սուբյեկտայնությունը, այսինքն Իրանց զրուցակիցում արդիկ չեն, իրանց զրուցակիցում քաղաքացիները չեն, իրենց մարդիկ են, բայց ուրիշ տեղ են մարդիկ, կամ մարդա, բայց իրենց որպես սուբյեկտ հանրությանը չեն տեսնում, սա շատ բարդ գործընթաց է, որով պետք է եւի կարողանան անցնել, եւ ապագայում ես կարծում եմ, որ դե հեղափոխությունն էլ ինչպես հայտնի փաստ է, հեղափոխություն ժողովրդավարական համակարգում տեղի չի ունենում, միայն ընտրություններով նոր իշխանություն է ընտրվում։ Այսինքն ինչ հեղափոխության մասին, եթե մարդիկ գիտեն, որ իրենց ձայնը
արդարորեն հաշվել են եւ այդ դրա արդյունքում ձևավորվել է ինչ որ ազգային ժողովի կոմպոզիցիա, դրան ըստ դրա էլ մարդիկ իրենց վերաբերմունք են ցուցաբերում եւ այստեղ միակ տարբերակն է նա, որ մեկ այլ ուժ ավելի շատ ձայն ստանա, սա է տարբերակը։ Պայմանավորվի քաղաքական օրակարգի շուրջ, ոչ թե մի մարդ, այլ շատ մարդ կամ մի 3 մարդ, շատ մարդ կա։ Փոփոխություններ է պետք է, այսինքն ժողովրդավարությունում փոփոխություններ են, ոչ թե հեղափոխություն։ Հետաքրքիր է այդ փոփոխություն բառը ոնց որ վերցրած էր որպես բան, կարգախոս եւ ոչ թե բան, քո կարծիքով հեղափոխության հակառակն է, հա, որ ասում են փոփոխությունն է լինել կամ փոփոխությունը գալիս է, որպես կարգախոս է վերցել չէ մեր երկրորդ քաղաքական ուժը հիմիկվան դիմադիր, այդ քո կարծիքով այդ բանը քաղաքական զգացողությունն են ունենում, որ հա ժողովրդավարական հասարակությունում ենք աշխատում, ուրեմն փոփոխություն է լինելու։ Ուրիշ բան չի կարելի է ենթադրել, որ այդպեսի մտածել, բայց երբ որ տեսնում ենք, թե իրենք ինչ նարատիվ է, ինչ մտածողության ձևով են փորձում ընդհանուր կամպանիան տանել, նույն ասենք այն կաշառքների մասին իրավապահ կողմից հրապարակված ձայնագրությունները ընդհանրապես դրա մասին չեն խոսում։ Փոփոխություն է լինում քաղաքական դեֆորմացված է մի կողմից կա ժողովրդավարությանը հատուկ հատկանիշներ, բայց մտածողության մեջ, բայց նաև կա այլ հատկանիշներ, որը ընդհանրապես ժողովրդավարական չեն։ Այս կոնսպիրացիաները երկու տիպի են բաժանվում, մեկը այդ դերսի ուժերն են, որոշ քաղաքական ուժեր եւ դերակատարներ ասում են, որ արևմուտքը բերեց Նիկոլին, այսինքն նկատի ունի հեղափոխություն էլի այդ իմաստով 18 թվականի եւ մեծ բոլորիս հետեւաբար մի խումբ կա որ ասում են ռուսներն են բերել եւ դե մի խումբ էլ որ աշխարհակաղակական կոնսենսուս է եղել իրար հետ ռուսներն արևմուտքն են պայմանավորվել դա էլ է մի խումբ եւ մի խումբ էլ կա որ ասում են որ Սերժը հանձնեց իշխանությունը այս բոլոր խմբերի մեջ քո ասածը Էրս զգացում է, այսինքն ժողովուրդը այնտեղ իր համար նստած հաց ու սոխեր ուտում տեղի ունեցավ հեղափոխություն, մինչդեռ այդ հենց 18 թվականի հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղաքացիների 90%-ը ասել է, որ 90%-ից ավելին ասել է, որ իրենք մասնակցել են հեղափոխությանը, ինչ նշանակում է, որ այդքան մարդ այն ժամանակ իրան մասսա համարել այդ իրադարձության ու այս կասածի այս տարբերակների մեջ դրսի ուժերը բերեցին եւ ներսում հանձնեցին այդ ակնկալիքն է ձևակերպում, հա, որ կամ պետք է դրսից Տրամպը կամ Պուտինը իրանց բան իշխանություն կամ ներսից կոնե Նիկոլը ամենամեծ վախը երևի իրենց մոտ ժողովրդին սուբյեկտայնացնելն է, որտեղ մտքում երբ որ ժողովրդին սուբյեկտայնացնեն ահագին բան կփոխվի, բայց այդ վախը ժողովրդին սուբյեկտայնացնելու իրենց մոտ շատ մեծ է եւ սա պատճառը հանդիսանում, որպեսզի իրանք չկարողանան տրամաբանություն կառուցեն, որը համապատասխանում են իրականությունին, որը կա նախ Սերժ Սարգսյանը երկու անգամ փորձել է ժողովրդի հետ ինչ որ բան պայմանավորվի, նկատի ունեմ 2018-ին, 2013-ին ընտրություններին նկատի ունեմ էլի ժողովրդի հետ ինչ որ ես որ ասում եմ պայմանավորվել նկատի ունեմ ընտրություններ նրան որովհետև չի հաջողվել մենք հետընտրական իրավիճակը տեսել ենք ինչպես կարող էր Սերժ Սարգսյանը 2018-ին ժողովրդի հետ ինչ որ բան պայմանավորվել որովհետև դա ժողովուրդն է կատարել իհարկե հա նկատի ունես այն մյուս կոնսպիրացիան որ իբր Սերժն է իշխանություն տվել այդ նշանակում է որ այդքան ժողովրդի Սերժն է կառավարել որ իրանք դուրս գան փողոց փակեն եւ այլն հա երբեք Սերժ Սարգսյանը չի կարողացել ժողովրդի հետ այդ մակարդակի որևէ կոմունիկացիա ունենալ բայց սրանք անհիմն կոնսպիրացիաներ են որոնց քննարկումը կարծես թե տենց որևէ տրամաբանություն չունի էլի բայց երբ որ փորձում ես հասկանալ թե ինչի համար են այս տրամաբանությունը կառուցում այդ խորքային պատճառը իրանց հասկանալի է որտեղ դժվար է 1 միլիոն մարդու հետ պայմանավորվել հեշտ է ասենք գալ իշխանություն ունեցող այդ պայմանավորվել ասել տուր ինձ իշխանություն եթե կստացվի չէ այն մյուսը բարդ է բայց արի քո զգացողությունների մասին խոսենք որովհետև այս 18 թվականի Սերժն իշխանությունը հանձնելու բանի մեջ խոսույթի մեջ միֆի մեջ շատ հիմնավորում որպես բերվում է որ հեշտ է եղել հեղափոխությունը այդքան հեշտ ոչ միտեղ չի լինում քո մոտ զգացողությունները այն ժամանակ որ հեշտ է լինում հեղափոխությունը
Չէ, ընդհանրապես հեղափոխությունը հեշտ չի լինում եւ հեղափոխությունը նաեւ բարդ գործընթաց է եւ քննարկման սկզբում էլ ասացի, որ սա մարտ-մայիսի մասին չէ այս իրադարձությունները, դա 20-30 տարի էփված իրադարձություններ էին, որոնք իրենց կուլմինացիան ստացել են 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականով եւ այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել, բոլորը բարդ են եղել, որևէ հեշտ գործընթաց չի եղել։ Տեղի ունեցել 98-ից 2018-ի ընթացքում։ Նույնիսկ 96, ինչու ոչ 96-ից 32 տարվա պատմություն, 22 տարվա պատմություն է։ Նաև հեղափոխությունը պատմությունն է, որովհետև այդ ընթացքում բազմաթիվ բաներ են տեղի ունեցել, որոնք հանրության համար անընդունելի են եղել եւ այն ընկալումը, որ ժողովուրդը ունի արդարության սկզբունքների եւ ամեն ինչի նկատմամբ իշխանությունը չի կարողացել դա բավարարել եւ ժողովուրդը որոշել է փոփոխություն կատարել։ Իհարկե մի քանի անգամ ընտրությունների միջոցով է փորձել, բայց այդ ընտրությունները խլել են ժողովրդից եւ ժողովուրդը ստիպված որոշակի ժամանակ սպասել է եւ կատարել է իր վերջնական գործողությունները։ Եվ այստեղ էլ երբ որ տրամաբանությունը այդպեսին է կառուցում, կարծես թե մոռանում են 2013 թվականից մինչև 18 թվականը Սերժ Սարգսյանը ինչպեսի ահռելի աշխատանք է կատարել, որպեսզի նա կարողանա մնա իշխանության։ Որտեղ նա սահմանադրություն է փոխել։ Սահմանադրություն է փոխել, որպեսզի նախագահի սահմանափակման խնդիրը լուծի, այսինքն Սերժ Սարգսյանը, բա եթե ուզում էր այդ սահմանադրական փոփոխությունը չկատարեր։ Նա մեկը բաներ ինքնստինքյան փոխվել էր, որտեղ որ չէր առաջադրվելու, առաջադրվեց, այսինքն հանրությանը խաբել էր։ Ուզում ասեմ 13-ից 18 թվականների, եթե մենք քաղաքական ներքին իրադարձությունները նայենք, Սերժ Սարգսյանը այնքան ջանք է գործադրել իր իշխանությանը պահելու համար, որ կարելի է անթիվ թվարկել եւ վերջին պահին գալ նույնիսկ նա Կարեն Կարապետյանին չի ուզել իշխանություն տա, որ եկել էր Երևան, որպեսզի ապագայում վարչապետ դառնալ այդ պլաններով։ Իհարկե նա միակ մարդն էր հանրապետական կուսակցությունում, ով այդ կարծիքին էր, որ ինքը պետքա դառնա վարչապետի տեխնացու, դրա համար վերջում նա ստիպված եղավ աջակցել Սերժ Սարգսյանի տեխնացուն, բայց ընդհանուր առմամբ առաջադրեց, չէ՞։ Եվ հա ինքն էլ առաջադրեց, բայց ինքը բարձրաձայնում էր, որ ուզում է դառնալ վարչապետ։ Այդ բանավեճի մեջ ասում է ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին, Կարեն Կարապետյանն է հանձնել Նիկոլին, հետեւաբար ես չեմ։ Այդ բանավեճը կա Սերժ ժամանակ իշխանություն չի ունեցել, որ հանձնի, որ ունենար հանձնի չունեցել։ Եթե ունենար ինքը իրեն կպայր, չի ունեցել, ուզել է տա ուրիշին, ուրիշն էլ կարող ասել, բայց ուրա չի կարողացել ցույց տա։ Չեղած բանը տվել է։ Չի, որովհետև իշխանությունը այդ ժամանակ մենք գիտենք որտեղ էր գտնում։ Գտնում է հանրապետության հրապարակում։ Ոնց կարող էր Սերժ Սարգսյանը հանրապետության հրապարակից ինչ որ բան տար, ինչ որ մեկին։ Նույնիսկ այնտեղից նստարան չէր կարող ինչ որ մեկին նվիրել։ Քո կարծիքով ամենաշատը այդ վերջին բանը էլի կաթիլ մարդկանց, որ ամենաշատն կամ վերջին չէ, ընթացիկ գուցե, որ ամենաշատն մարդկանց տրամադրել դուրս գալ փողոց եւ մերժել Սերժին։ Քո կարծիքով ո՞րն է եղել այդ գործոնը։ Ես կարծում եմ բազմաթիվ գործոններ են եղել։ Բազմաթիվ գործոններ են եղել, կարծում եմ մարդկանց համար տարբեր գործոններ են եղել, տեսել են իրենց ընկերը, իրենց ծանոթը, անումա դա իրենք էլ են արել, այսինքն այդպիսի գործոններ են եղել։ 2008-ը համոզված եմ Սերժ Սարգսյանին չեն ներել։ Այդ որ հիշեցրեց։ Եվ նաև նա հիշեցրեց դրա մասին, եւ նաև խոստումը որ չի առաջադրվելու, որովհետեւ մարդիկ նաև հույս են ունեցել, որ նա առնվազն կգնա, եթե խոստումը դրժել է, ոչ թե երրորդ ժամկետ գնալը։ Այո, խոստումը դրժել է, որ չի առաջադրվելու վարչապետի տեխնացու, նա խոսք էր տվել եւ այդ խոստումը։ Եթե իսկ քո կարծիքով եթե ասած լիներ ես վարչապետ եմ առաջադրվելու, դրա համար ես սահմանադրությունով ու էլի կեղծեր, դե կեղծած ապքվյարկություն եղել, ու էլի կեղծեր անցկացներ առաջադրվել, այդքան չէին լարվի մարդիկ, որ ասել մարդը ասել է անում է։ Կլարվեին, բայց ամեն մի բան սենց
ավելացրել է, որը այդ հենքը չի կարողացել Օրինակ այդ ընդդիմադիր խոսույթի մեջ նաև այդ բանը կա, բա Սերժին երրորդ ժամկետի համար մերժեցին, իսկ Նիկոլը գնում է երրորդ ժամկետ, այդ ոնց հա որ իրան կարելի է, Սերժին չէր կարելի։ Դրանք որտեվ տարբեր նախագահական համակարգում Սերժ Սարգսյան նախագահ է եղել, հատուկ այդ նպատակով իր համար սահմանադրություն է փոխել, նախ ընտրությունները կեղծված են եղել եւ այսպիսի բազմաթիվ գործոններ, այսինքն դա ընդհանրապես համեմատելի չի 2018 թվականից 26 թվականը քաղաքական իրավիճակին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին 18-26-ը ընդհանրապես համեմատելի չի 2008-18 թվականների հետ։ Իմ կարծիքով նախև առաջ համեմատելի չի, որտեղ ընտրություն եղավ, այսինքն տենց որոշեց հիմնական քաղաքական սուբյեկտը Հայաստանի ժողովուրդը ու 17-ի ընտրությունները, եթե հիշում ես, Սերժը չկար որպես տեխնացու։ Այսինքն նույնիսկ գոնե 17-ին առաջին համարը ինքը լիներ այդ ակնկալիքը, ասենք դու բան արել չէ, ժողովրդին տվել է այդ ակնկալիքը, որ ինքը կարող է լինի վարչապետ, հիմա բա ինչից եք նեղանում, բայց 26-ին ընտրություն ա եղել ու ինձ համար այդ խոսակցությունները ես չեմ հասկանում ում ա ուղված, որտեղ հայտից միջխմբային խոսակցություն, փոքր խմբերի միջև տեղի ունեցող խոսակցություն, այլ ես չեմ կարծում, թե դա ժողովրդին ա ուղված։ Դե ընդհանրապես ժողովրդին ուղված շատ քիչ խոսույթ ունեն իրենք, ես զարմանում եմ, որ նույնիսկ 8 տարվա ընթացքում նրանք հնարավորինս քիչ են խոսում հանրության հետ, էլի իրենց երկխոսելու սուբյեկտները ընդհանրապես շատ տարբեր են։ Դու ասում ես, որ հեղափոխությունը օրգանիկ գործընթաց է, բայց շատերը պնդում են, որ հեղափոխությունը տեխնոլոգիաներ են ու փորձում են նմանակել։ Այսինքն ինչ են արել, վիդեոներով դնում են մենք ինչ ենք արել, հետևից անում են ու հեղափոխություն չի ստացվում։ Դե այդ մյուս ամենախորքային խնդիրն է, որովհետև նկատել ես, որ 2018-ից սկսած ինչ մենք արել ենք մարտից մինչև մայիս ընկած կամ ապրիլ ժամանակահատվածը, նրանք մտածել են, որ էլի ժողովրդի սուբյեկտայնությունը մի կողմ են դրել, մի քանի կոնսպիրատիվ գրքեր են կարդացել, մտածել են, որ սխալ գրքեր են կարդացել, դու ճիշտ ես կարծում։ Հեղափոխությունը դա գործիքն է, տեխնիկա է, տեխնոլոգիա է, դու այդ տեխնոլոգիաների կիրառում ես եւ ապրանքներ կա, չէ, օրինակ IKEA-ից ապրանք կա, դու առնում ես, մեջի ինստրուկցիա կա, այդ ինստրուկցիաներին հետևելով գործողություններ ես անում եւ վերջնական ինչ որ մի ապրանք է սեղան կամ ցականցած այլ բան։ Իրենք հեղափոխություն ընկալել են հենց այդպես, ընկալել են, որ ապրանքի ինստրուկցիային հետևես, վերջնական product-ը ստանալու ես, բայց իրականության մեջ հեղափոխությունը լրիվ այլ գործընթաց է։ Իհարկե հեղափոխության մեջ կան տեխնոլոգիաներ, այնպես չի որ օթից տեղի ունեն, բայց այդ առումով հենց այդ ամենամեծ խնդիրն է եղել ու իրենց հիաստապությունը դրա հետ է չէ կապված եղել, որ նույն բանը ստանում եք ուրիշ արդյունք, ինչի է այդպես, որտեղ նույն բան անելուց նույն արդյունք, որտեղ մտածողությունը այդպես է, չէ, որ եթե դու նույն բանն ես անում, նույն արդյունքն ես միշտ ստանում։ Օրինակ այդ բանը, այդ Բագրատ Գալստանյանը, որ վարչապետի պատմած անեկդոտներ պատմում քո կարծիքով, նա էլ սովորել էր, թե պատահաբար էր։ Ոչ միայն դա, ռուպրով խոսելը, փողոց փակել են նույն ձևով, մարդկանց անհանգստություն պատճառ, ամեն ինչ։ Բանը Ֆրանսիայի հրապարակը առաջինը փակելը, բանը ես հիշում եմ, որ այդ առաջին շաուտը գծված նույն բաներով, տեքստերով նույն իրադարձությունների հերթականությամբ, հաջորդականությամբ այդ շարժումը փորձել անի Արթուր Վանեցյանը ու հիշում ես ինքը նաև ինքնագլդորով էր բանանում շրջում օպերայում ու ես այդ շարժման ժամանակ հիշում եմ, որ ես հիշում եմ ոնց է մեր արած բաները օրվա ժամերով ման փորձում կրկնի ու չէր ստացվում նաև այդ իրանց այդ շարժումների բազմաթիվ շարժումների դեպքում նույնիսկ բան էլի այդ անեկդոտով նույն անեկդոտը պատմելը նույն բառերով ասելը նա այլևս իշխանություն չունի ասում եմ եթե շատ ասես կստացվի որ չունի ու այդ տրամադրությունն եմ ես ստացել տպավորությունն եմ իրանց ստացել որ իրանք մտածում են հեղափոխություն տեխնոլոգիա է եւ այդ տեխնոլոգիան որ անես վերջում կստացվի հեղափոխություն մինչդեռ բանի այդ քո ասածն էլի ժողովրդի այդ խոսակցությունը այդ պատմության մեջ չկա Իսկ ում հետ ես անում, ինչ ես անում, իրանք իրանցով հավաք ու նույն մարդիկ հետո նույն մարդիկ հիասթափվում են, այդ անդադ այդ ցիկլի մեջ են ընկնում, էլի ընդդիմադիրները։ Հիմա այդ մեր փորձառության մասն եմ ուզում, էլի, որ դու պատմես, օրինակ տեխնոլոգիան ոնց էր ծնվում։
ոնց էր որոշվում, որ չգիտեմ, այդ շերեփներով ինչ որ ճանապարհներ փակել, շերեփներով խփել, չգիտեմ, այնտեղ ինչ կար, ու իրանք հանրային գնացին հեռուստատեսություն, մենք ռադիոտուն ենք գնացել կամ ինչ որ բան, տեխնոլոգիական հնարք, այսպես որ իրանք հետո դա դարձրել են դասագիրք ու դու ասում ես նաև դա բան է էլի տեխնոլոգիաներ են, իսկ որ վերցրել են գրում են, ասում են այսօր այս ժամին ինչ անեկդոտը պատմես, դա էլ է, չէ, տեխնոլոգիա ակնհայտ էլի շունը գալը բանը եւ այլն։ Այդ ոնց էր ծնվում, որտեղ էր գրած։ Իրականում սա էլ շատ օրգանիկ գործընթաց էր եւ ես մի քննարկում եմ հիշում, դա կարծեմ թե ապրիլի 13-ի երեկոյան էր, երբ որ մենք տեղափոխվեցինք Ֆրանսիայի հրապարակ եւ փորձում էինք մի քանի օրվա պլաններ գծել եւ այդ պլանները գծելու մասով մտածում էինք այսին ժամին հանրավակ կամ գործողությունների այսպիսի ընթացք, հետո պարզվեց, որ իրականությունը շատ այլ է, քան մեր պլաններն են եւ մենք ամբողջովին ադապտացում ենք իրականությանը, ոչ թե մեր պլան իրականությունն ենք փորձում ադապտացնել։ Քաշում դերում ենք, ասենք, բայց մենք ցես պլաններ ունենք։ Հենց այդ է եւ ինքը շատ նման է այդ սերֆերներին, հա, որոնք ջրի վրա են։ Եթե կանգնես ջրի վրա, կարող է սուզվես ջրի։ Դրան համար պետք է շարունակես շարժվել։ Ալիքի վրա մնալու հատկությունը շատ կարեւոր է հեղափոխության ընթացքում եւ այդ մտքերը, հա, մենք քննարկումներ, այսպես ասած, մտագրողներ շատ էինք ունենում, թե ինչ ենք անել, բայց հաճախ մենք դուրս էինք գալիս եւ իրականությունը լրիվ այլ էր։ Այդպիսի մի օրինակներ, երբ որ մենք մտածում էինք արագաչափերը փակելու մասին եւ մտածում էինք, որ դա շատ հեշտ է անելի, երբ որ գնացինք արագաչափերը փակելու, բացեց որ շատ բարձր էր։ Մեր ընկերներից մեկի մեջն էլ ցավում էր, որպես ինքը օգնի ինչ որ մեկին հասնի դրան։ Այսինքն, այսպեսի իրականություն, այսինքն պլանավորելը հեղափոխական գործընթաց է։ Շատ մենք արել ենք, ինչ որ մեկը վերցրել է թուղթ ու գրիչով գրել է ինչ ենք արել իրար հետևից ու գնում է այդ նույն բանը անելու ու չի ստացվում։ Բայց շատ կարևոր է այդ նաև միջավայրը, որում դա կատարվել է։ Մենք որոշել դա անելն է կարևոր, այսինքն ոնց ենք մենք որոշել, որ այսօր այստեղ մի օրգանիկ շատ կարևոր բան էլ կա, այսինքն չի եղել մեկը կամ երկուսը, որ որոշել են բոլորը ինչ են անում։ Դա օրգանիկ դա քննարկումների արդյունքում է ծնվել։ Այսինքն հա կարող է մեկ խումբ քննարկել է, եկել է մյուսներին ասել է, բայց մինչև ինքը վիրուսային չի դարձել, բոլորը դա չեն վերցրել, երբեք այդ գործընթացը տեղի չունեցել, մենք էլ ենք բազմաթիվ մտքեր ունեցել, երբ որ դուրս ենք եկել դա իրականություն դարձնելու, մնացածները չեն կրկնել, հենց այդ պայից մահացել է այդ պլանը, որովհետև դա շատ օրգանիկ է, մյուսները քեզ հետ պետքա կարողանա այնպիսի միտք պետքա առաջարկես, որպեսզի քեզ հետ կրկնեն մնացածները, եւ դա է հեղափոխության այսինքն այս տեխնոլոգիական առումով ոչ այնքան կարևոր է ոնց որ դե կոնկրետ ինչ ես անում, այլ ոնց ես այդ որոշումը կայացնում։ Որովհետեւ ուրիշ իրավիճակում այս նույն որոշումը կայացնում ես, ուրիշ արդյունք ես ստանում, էլի, այդ նաև որ շատ են ասում, չէ՞, դա այս տեխնոլոգիաներ են, տեխնոլոգիաներ մեր հեղափոխության մասին, բայց այդ տեխնոլոգիաների մասին շատ բաներ են ասում, այ չալոն տեխնոլոգիա էր, բան, ինչ որ դե եւ եկեք մենք միած շուն բերենք, կդառնա մեր տեխնոլոգիան, բայց իրանք իհարկե տեխնոլոգիայի հետ որ հետո վերլուծում ես, բան ես անում, տեսնում ես, որ ինչ որ բան կա տրամաբանություն, օրինաչափություն, գործիքներ, չգիտեմ, այնտեղ վաճառապետ ձեռք վիրավորվել էր, ասում են դա տեխնոլոգիա էր, ոնց որ դա կարա դառնա վիզուալ առումով այդ տեղի էֆեկտը, բայց հետո որ Բագրատ ոտերը կապում է դա այդ չի էլի դա արդեն ուրիշ բան դա ոնց որ ծաղրան կարիկատուրի նմանակում լինի ծաղրան նմանակում լինի ու այս դրամաբանությունը շատ կարևոր է թե ոնց ես դու հարաբերվում իրականության հետ ոչ թե դու որ գիրքն է որ գրքում ինչա գրած կրկնես ինչ կստացվի դե միջավայրը ու նաև միջավայրը կարևոր է բայց բացի միջավայրի այսինքն այն ինչ տեղի ունեցել 2018-ին մենք չպետք է մոռանանք այն միջավայրը որը կար, որտեվ հանրությունը չէր ընտրել այդ իշխանությանը, ինչը ամենակարևոր գործոններից մեկն էր, բայց այստեղ մի ուրիշ կարևոր հանգամանք էլ կա, նաև այն մտքերին շարունակություն, որը քննարկում ենք, որ երբ որ ինչ որ բան առաջարկում ես, դա ոչ թե դու անես, այլ նաև մյուսները համաձայնեն, որ դա է լավագույն տարբերակը անելու, որտեղ ես շատ լավ հիշում եմ հրապարակում, երբ որ հանրավակը տեղի ունենում, երբ օրինակ հանրավակ է վարում, ինչքան մտքեր էին գալիս, եւ մարդիկ ասում են օրինակ էս արեք, ասեք էս ինչ բան է էսպես անում, մենք քննարկում ենք եւ դա անում ենք, այսինքն լսում ենք հանրությանը, ոչ թե մենք ինչ որ փակ դռների հետեւում որոշումներ ենք կայացնում, ու նաեւ շատ կարեւոր կայացրած որոշումները բերել ադապտացնել են իրականությանը,
Այսինքն չեմ ուզում ասել ինքը բարդ է, բայց նաև պետք է իմանաս, որ միայն կարևոր չէ քո որոշում կայացնելը, հա, կարևորը նաև ուրիշներին համաձայն լինել է այդ որոշման հետ ու կրկնելու այն գործողությունները, որը առաջարկում ես։ Բարդ չի, բայց հեշտ էլ չի, բան է, էլի հատուկ ունակությունա պետք մարդկանց կարողանալ լսել եւ քաղել է, ես օրինակ վարչապետ մոտ միշտ շատ բարձր եմ գնահատել, երբ որ մենք բանի քննարկումներ հեղափոխության ընթացքում այդ քննարկումների ժամանակ ինքը ինչքան ուշադիր էր լսում եւ ինչքան սելեկտիվ էր, էլի ոնց որ բոլորի մտքերը արժևորում էր եւ տեղայնացնում։ Հանրահավաքին այդ քննարկման արդյունքներն են, այդ բոլոր մտքերը, որոնք քննարկվել են այդ փակսենյակում, հանրահավաքին վարչապետը բոլորը հնչեցնում։ Ինքը շատ լավ էր, էլի կարող։ Ինձ թվում է այդ առաջնորդությունը այդտեղ շատ կարևոր որ է կա առաջնորդի, որ դու կարողանաս համ քո հետևից տանել, համ այն մնացածին լսել, այսինքն համ հետևորդ լինես, համ առաջնորդ, համ հետևես իրանց մտքերին, համ քո հետևից տանել այդ մարդկանց ու ինքը կարողանում է դա շատ լավ համատեղել, ինձ թվում է այդ ոնց որ իր հետ մրցելու ձևը դա է լինել միաժամանակ համ լավ առաջնորդ, համ լավ հետևորդ։ Շատ մարդկանց էլի ժողովրդի է սպարագայում։ Այս մտքի հետ մի բան էլ կոզեի ասերի, ինչը ժողովրդավարության մեջ էլի շատ կարևոր է այդ կոնտեքստում, էլի։ Ժողովրդավարության մեջ շատ դժվար է անհատական գործիչ, քաղաքական գործիչ լինի, ինչ իմաստով նկատի ունեմ, որովհետև դու կարող ես մտքեր ունենաս եւ մտածելու ձև ունենաս, որը եթե չի համապատասխանում հանրության մտածողության հետ, կարող լավ բան է, բայց մարդիկ դա չեն կիսում։ Չեն կիսում, ու դու քո եսը պետքա կարողանաս շատ կորցնել։ Հասկանաս, որտեղ դու հանրությանն ես ներկայացնում, կարող դու համարես ինչ որ բան ճիշտ է, բայց հանրությունը չկիսի դա եւ ժողովրդավարության առանձնա կամ համոզես, եթե չի հաջողվում համոզել, դու ես փոխում, ուզում ասեմ ժողովրդավարության առանձնահատուկ մի այդպիսի բան կա, որ քաղաքական գործիչը ինքը ոչ միայն ինքն է, այսպես ասած, այլ նաեւ ինքը ներկայացնում է ժողովրդին։ Էսա յուրահատկությունը եւ դու պետք է հասկանաս, որ դու միայն քո մտածածը չի, քո երազածը չի, քո մտածողության ձևերը չի, դա ընդհանրացված պետք է լինի, հա, եթե ինքը իզոլացված լինի, չաշխատող տարբերակ է։ Ես նաև ընտրությունների հետ կապված քո ասացի մասին էի մտածում, ես համոզված եմ Հայաստանի բոլոր մարդիկ այս պահին անկախ նրանց ընդդիմություն են ընտրել, իշխանություն են ընտրել, մեզ ատում են, մեզ սիրում են եւ այլն, վստահ եմ, որ ինչքան ինչ տեսքով քվեաթերթիկ մտելա քվեաթուփերը այդ տեսքով էլ դուրս է եկել, այսինքն ինչ կա էլի, ես բացառում եմ որ այդպիսի բան չլինի, մարդիկ չհասկանան դա վիճարկեն արդար չի, չգիտեմ, պետք է այս ժողովուրդը սխալ ընտրություն ակա եւ այլն, էլի 1000 բան կարան վիճարկեն, բայց այդ չեն կարա վիճարկեն։ Իսկ այն ժամանակ ես վստահ չեմ, որ Ռաֆի Հովհաննիսյանը ընտրվել է, բայց վստահ եմ, որ մարդկանց մեծ մասը վստահ չէր, թե ով է ընտրվել, այսինքն մենք չգիտենք ինչ համատե քվեատուփ ինչա դուրս եկել, ասենք, չգիտեմ, բանի ժամանակ Վազգեն Մանուկյանի ընտրության ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանի, ընդդիմադիր նկատի ունեմ դերակատարների Կարեն Դեմիրճյանի, Ստեփան Դեմիրճյանի, ոնց որ մենք չենք իմացել ինչ համատե քվեատուփ ինչա դուրս եկել, եւ այդ չիմացությունն է, այսինքն մենք վստահ ենք, որ ուրիշ բան է, չգիտենք ինչա ճիշտը, բայց վստահ ենք, որ սա ուրիշ բան է, այդ է մեզ ավելի շատ բան արել, էլի հասցրել հեղափոխության։ Այս ժողովրդավարության մի հատ այսպեսի առանձնահատուկ բան էլ կա, քանի որ ընտրությունը նաեւ ներկայացնում ամբողջ հանրությանը մտածողության արդյունքները, համոզված եմ ցանկացած մարդ իր շրջապատում ունի տարբեր կուսակցություններին հարող եւ ծանոթ եւ ընկեր եւ հերո բարեկամ եւ մոտիկ բարեկամ եւ դրանով ինքը կարողանում է որոշակի զգացում ունենա, որ սա իրականություն արտահայտող է, որտեղ համոզված եմ, եթե կարող է բաբլներ լինի, ես չեմ բացառում դա, բայց ընդհանուր առմամբ հանրություն օբյեկտիվորեն մարդիկ շփում, եթե մարդը 10 հոգուց ավել մարդու հետ է շփվում, միանշանակ է, որ իրանցից ամենայն հավանականությամբ 5-ը ընտրում են քաղաքացիական պայման եւ այդպես շարունակ։ Ես համոզված եմ, որ այդպեսին է։ Օրինակ ին բաբլի մեջ, գիտես ոնց այրեք բան էին նայում, այդ հակակոռուպցիոն ձայնագրությունների լսում, ասում են ինքը Ղարաբաղցիան մեկ անդիմությանն է ընտրել, իմ ճանաչած բոլոր Ղարաբաղցիները իշխանությանն են ընտրել։ Ես չգիտեմ այդ ոնց է լինում էլի։ Դե չուզում ասեմ ընդհանուր չէ, քաղաքոնել բաբլ չի, ընդհանուր արտահայտում են իրականությունը, որը կա, հենց այդ ուզում ասեմ ընդհանուր առմամբ ամենայն հավանականություն, եթե մարդիկ փորձեն օբյեկտիվ նայեն իրականությանը եւ փորձեն մի կողմ դնել իրենց քաղաքական
նախապատվությունները եւ փորձեն նայել իրականությունը այնպես ինչպես որ կա, ես համոզված եմ, որ եթե իրենք շփվում են 10 հոգուց ավել մարդկանց հետ, ես համոզված եմ գրեթե բոլորը այդպես է 10 հոգուց, ապա այդտեղ ներկայացուցչականը որոշակի չափով լինելու էլի։ Կամ եթե իր մոտ ներկայացուցչական չի, ում հետ խոսում է, իր մոտ ներկայացուցչական ամենայն հավանականությամբ գոնե 10 հոգու հետ ում հետ շփվում է, մեկի մոտ ներկայացուցչական է այդ ամբողջը։ Արմեն, ում համար է Քայլերա մեր Սերժին գիրքը ով է քո